Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի երևանցիներ, ուրեմն արդեն, չգիտեմ, Երևան մտնող այդ այսպես կոչված հարսնաքարի խաչմերուկից է սկսում խցանումը, եւ այսօր առաջի անգամ մենք այսքան ուշացանք ստիպված պարոն Քոչարյանի հետ։ Դա ուղղակի քաղաքակում է, որ ուղղակի առավոտվա ժամերը ուղղակի կոլապս է, անհնար է տեղ հասնել ժամանակին։ Հիմա բուն շոշափված թեմաների վերաբերյալ Պարոն Ավինյան, որ գործակարգավարականի ժամանակ մեկ ասում եք աղի լուծույթով պիտի մշակենք, մեկ էլ ասում եք աղից քայքայվել է, հիմա վերջը լավ է թե վատ է այդ աղը։ Եվ երևի հարկա այդ մասին ամռանը մտածել, տեխնոլոգիաներ փորձել, նորարարություն անել, ոչ թե քաղաքը համ սառցակալի, համ ասֆալտը քայքայվի, նոր սկսենք մտածել, մինչև մտածում ենք, տաքերն ընկնում է, այդ սառույցը հալվում, ասում ենք դե լավ եկող տարի սենց ձյուն չի լինելու։ Նաև ուզում եմ հատուկ երևանցիներին շնորհակալություն հայտնել, որ երկրորդ տարին անընդմեջ Gallup International-ի հարցումներով Մայր Հայաստան խմբակցությունը ստացել ամենաբարձր գնահատականը քաղաքային հավաքանու կազմում, դա շատ պարտավորեցնող է հարգելի երևանցիներ։ Անդրադառնալով քիչ առաջ հնչած գնահատականներին, խոսքերին, այդ մանկապարտեզների եւ այդ թեմայով այնքան է խոսացվել, այնքան է բարձրաձայնվել, պարոն Գալաջյան, խնդիրը այն չի, որ ասում ենք, վայ դատախազությունը ինչի չի հայց ներկայացել կամ պահանջագիր։ Մենք ասում ենք, որ արել եք այնքան կամ ամփույթ կամ միտումնավոր, այնքան ուշ եք արել, որ այդ ամենի վաղեմության ժամկետը նենց է անցել, որ այդ մանկապարտեզները իրանցով արածները այնքան տարբեր ընտրությունների ժամանակ ձեզ ծառայություններ են մատուցում, որ ձեր բանաձևը լրիվ հասկանալի է։ Մանկապարտեզը մնա ձեզ, աղմուկն ու PR-ը մեզ։ Միգուցե տենց պրոտոկոլը պահելու համար մի քանի մանկապարտեզի հետ կապված էլ բան ցույց տաք, բայց հիմա այդ 70-ը եթե արձանագրում եք ու 7-րդ, 8-րդ տարում նոր ձեռնամուխ եք եղել դրան, նշանակում է կամ ակամա նպաստել եք, որ այդ ամեն ինչը տենց էլ իր լրումին հասնի, տենց էլ ամփոփվի եւ որպես այդպիսին արդարության վերականգնում տեղի չունենա, այլ նախընտրական փուլում լինի ուղղակի թեմայի արծարծում, նախկինը, մյուսը, սենց, այդ ովքեր տենց բան են արել, տարբեր դրվագներում, տարբեր ընտրություններից առաջ, տարբեր կաֆեներում, տարբեր մարդկանց հետ աֆիլացված մարդկանց հետ նստած քննարկում են, թե ով քանի ձայն բերի, որ կարողանա քրեական գործի հետ կապված գա համաձայնության։ Այդ ամեն ինչ, այսինքն այդ մասկարադը չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիր, ընդհանրապես հմեկով ռեպորտաժը կգնա, մարդիկ կմտածեն, հեսա հարցը կլուծվի, բայց էլ եմ ասում, իրականությունը այդպիսին չի, դրա վառ օրինակն չգիտեմ, այդ Նորքի մանկապարտեզն է, որ Մաստաշենքը մինչև հիմա շարունակում է, ինչքան ուզում է աղմուկ բարձրացնենք, ամենայն դեպս չի վերադարձվում մանկապարտեզին, գոնե մեզ այդպես են ինֆորմացիան տվել։ Իսկ ինչ վերաբերում է այս բուն հարցին, գործընկերները նշեցին, ասենք ուրբաթ օրը երեկոյան, որ ուղարկում եք այդ ծավալի նյութը, աղբորպես խնդրանք էլի, դրեք չզեկուցողի մեջ, որ պետք է արծարծվի, որ մենք էլ ասենք, որ ասենք կարևոր հարցերը պիտի բանարվեն, քննարկվեն։ Հիմա դուք այսօր բովանդակային քննարկում տեսաք այդ հարցի, ինչի համար եք բերել զեկուցող։ Այսօր քանիսն է, 12-ն է, հա թող մի ժամ էլ տևի բանն է, այդ հարցու պատասխանը։ Հավես չունեք այդ նիստերը մի արեք, մի քննարկեք, մի արծարծեք։ Ինչ վերաբերում է բացասականները հանելուն, եղել է նաև դեպքեր, որ անգամ իսկ բացասականները մտել են չզեկուցողների փաթեթ։ Այնպես չի, որ բացասականները դուք չեք քվեարկում, որ պետք է անում, լավ էլ քվեարկում եք, կամ էլ քվեարկությունից հանում եք, հիմնականում դա այդ բաներն է, այդ նախնական համաձայնություն, շինթույլտվություն, չգիտեմ, դրանց հետ աֆիլացված բաները, գնում է օրենքը շրջանցելով, բանը շրջանցելով, ավականով որոշումը շրջանցելով, օրենքի ուժ ստանալով մարդիկ բան են անում, այսինքն օրակարգից հանել են, այս չի, հանում եք, մյուսին եք բերում, հանում եք, օրենքի մյուս կետով եք անցկացնում, գնում է, այսքանը։